Օրեր առաջ քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեծ զրույցում անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին եւ մասնավորապես գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորմանը հայտարարել էր, որ մեր երկրում ժողովրդավարությունը վաղուց է վախճանվել եւ որ իրավական վախկանալիան այլեւս հասնում է պիկին։ Հարցին թե ով է փրկելու հայի եւ Հայաստանի ճակատագիրը Ռոբերտ Քոչարյանը թե Սերժ Սարգսյանը, քաղաքագետ Համբարյանը պատասխանել էր, որ նախ եւ առաջ մեծ անելիք ունի ժողովուրդը, ով պիտի գործի բացառապես սթափության դաշտում։ Ուշագրավ մանրամասները Նյուզմեդիայի հետ զրույցում։ Պարոն Համբարյան, ով է փրկելու հայի եւ Հայաստանի ճակատագիրը Ռոբերտ Քոչարյանը թե Սերժ Սարգսյանը։ Գիտեք, ամեն դեպքում հայի ճակատագիրը պետք է փրկի հայը։ Շատ են հղում անում հիմա ժողովրդի վրա, հատկապես այս վերջին շրջանում այս հանցավոր քայլիստները։ Եվ դա գիտեք անում են ոչ պատահական, իրենք փորձում են իրենց բոլոր ծախողումների մեջ մեղադրել ժողովրդին, բացահայտ հասկացնելով, որ թե ժողովուրդն է ընտրել, մենք էլ սխալը արել ենք, ժողովուրդը ներում է, հանդուրժում է, ուրեմն վերջ ուզենանք կկործանենք երկիրը, բայց դա ամենացածրակարգ մեթոդն է ինքնապաշտպանվելու, որովհետև ժամանակին այդ նույն ժողովուրդն էր որոշում, որ Հիսուս Քրիստոսին պետք է խաչել ու սպանել, բայց նրա հետ ուրեմն դատվող Բարաբային պետք է կյանք շնորհել։ Այ որպեսզի պատկերացնեք, թե ինչքան սխալական կարող է լինել ժողովուրդը, ես այս օրինակը ցես բերեց։ Բայց համաձայն եք, որ մենք առաջնորդի խնդիր ունենք, որ փնտրտուքների մեջ է այդ նույն ժողովուրդը, հասարակությունը, թե հասարակում ետևից գնալով է ճիշտ, ով է ի վերջո փրկելու ազգի ճակատագիրը, ով է կարողանալու այս ծանր բեռը վերցնել իր ուսերին, այս իրողությունները հաշվի առնելով, ներքին, արտաքին մարտահրավերները այսպես հանրագումարի բերելով, ի վերջո մենք ունենք այդ առաջնորդի խնդիրը եւ սա է հենց այստեղ է ամբողջ պրոբլեմը, որ չեն կարողանում ի վերջո գտնել այն առաջնորդին, ում ետևից կարող են գնալ եւ ով է այն անձը, ով ցույց կտա այդ փրկության տեղը, դուրը ցույց կտա։ Ձեր կարծիքով ով է առաջնորդը, ով է լինելու առաջնորդողը։ Մեր գլխավոր խնդիրը հարգելի կանե հասարակության մոտ պետական մտածելակերպի բացակայությունն է։ Իդեպ վերջերս ընկերներիցս մեկը շատ հետաքրքիր գիրք էր կարդում եւ օրինակ բերեց այդ գրքի միջից խնդրել եմ, որ ինքնոր ավարտի կարդալ, տա նաեւ ես կարդամ Եվգենի Պրիմակովի հուշերը։ Գիտեք, խորհրդային եւ Ռուսաստանի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկն է եղել։ Եվ ինքը ներկայացնելով հայերի կապված արցախյան բանակցային գործընթացի հետ նշում էր, որ հայ ժողովրդի գլխավոր խնդիրը պետական մտածելակերպի բացակայությունն է, որ մեր ժողովուրդը այս պահին մտածող, այս պահից երկփնտրող ժողովուրդ է, որը աղետալի հետևանքներ է ունենում մեր ազգի եւ մեր պետության համար։ Գիտեք, ես նախկիններից ամենաշատ տուժվածն եմ։ Դուք ինքներդ գիտեք, ինքներդ լուսաբան է։ Ես նախկիների օրոք եղել եմ Սերժ Սարգսյանի քննադատներից մեկը, ես դուրս եմ եկել Սերժ Սարգսյանի այլանդակ կադրային քաղաքականության դեմ, եւ որ ինքը ամենացածրակարգ մարդկանցից մեկին Շիրակի մարզում բերեց կարգեց Շիրակի պետհամալսարանի ռեկտոր, հետո պատժեց ինձ եւ գոլեգայիս աշխատանքից ազատելով, իդեպ նշեմ, որ անձամբ ինքն է ազատ է մեզ աշխատանքից, որովհետև այդ մասին բացահայտ մեզ ասել է Ֆելիքս Ցոլագյանը եւ նախկին կրթության και երգիծության նախարար Լևոն Մկրտչյանը, որ մեր ազատման հետ իրան կապ չունեն, անձամբ Սերժ Սարգսյանն է հրահանգել մեզ գործից ազատել, որովհետև խանգարում էինք ելել էինք իր դեմ, իր այլանդակ կադրերի դեմ էինք ելել, բայց ես գիտեք, այդ ամեն ինչը մի կողմ թողնելով ես գտնում եմ, որ եթե այս երկիրը կարող է փրկել Սերժ Սարգսյանը, ես կողմ եմ, որ ինքը հետ գա։ Հասկանալի է, այ մեր հասարակության զգալի մասը պետք է այս մտածելակերպը դրսևորի, որ մենք կարողանանք մեր երկիրը փրկել։ Հիմա մենք նոր առաջնորդներ ընդդիմության շարքերում ունենք, ես պատրաստ եմ կանգնել յուրաքանչյուրի կողքին, եթե ինքը խոստանա, որ ինքը իշխանության գալուց հետո կփրկի այս երկիրը։ Բայց հանուն արդարության նկատենք, պարոն Համբարյան, որ հանրության մի զգալի մասը
այդ նախկին բառը լսելուն պես նախկին ասվածից ընդհանրապես չի ուզում լսել որևէ նախկինի անուն, այդ նախկին անունը լսելիս անմիջապես այսպես այլ հակազդման այլ մեխանիզմ է, աշխատում, չի ուզում հասարակությունը լսել որևէ նախկինի անուն։ Կա նաև մի զգալի հատված, որ հաշվի առնենք այդ իրողությունը, նաև այդ պատն է պետք ջարդել անցնել, սա է ամբողջ խնդիրը։ Դա արդեն հասարակության խնդիրն է։ Եթե մեր հասարակությունը չունի ինքնապաշտպանական ռեակցիա, չունի նաև ուրեմն իր կյանքը չագերտավորած փրկելու ցանկություն, Եվ որ իրեն, այսպես ասած, ձեռք են մեկնում, ասում են փրկվի, բայց ինքը ասում է չէ, ավելի լավ է ես մահանամ, ոչնչանամ, բայց ինձ ձեռքը չտամ նախկիներին, դա արդեն հասարակության խնդիրն է, գիտեք։ Իսկ մեր թշնամիները նստած դրան են սպասում։ Պարոն Համբարյան, ես գիտեք, ամեն ինչ չափ ունի, ասենք ես որպես պատմաբան կարող եմ ասեմ, որ ցավով արձանագրենք մեկ փաստ, որ ասենք որքան մենք մեր տաղանդներով ենք մտել համաշխարհային պատմության մեջ, գիտության, կրթության, զինվորական ոլորտի, ասենք շատ քիչ ազգեր կան, որ ունեն 4 հատ մարշալ, շատ քիչ կան, բայց մենք ունենք, բայց խնդիրը նրանում է, որ մենք բազմիցս մեզ համար եւս ապացուցել ենք, որ մենք կարող ենք ապրել ուրիշի ձեռքի տակ, արարել եւ ստեղծել, բայց մենք մեր սեփական իշխանության պարագայում ընկնելով բամպասանքի, զրբարդության, չգիտես ինչերի մանր խնդիրների յետևից մենք չենք կարող ինքնակազմակերպվել։ Այս է խնդիրը։ Եվ այստեղ մի կարևոր հարցի եմ ուզում մենք անդրադառնանք, պարոն Համբարյան։ Այո, խնդրեմ։ Մեջ կա կենցաղային մագարտակով ասեմ, գեղցի շուստրիություն։ Այն որ գիտեք որ ունեն, որ ասենք, երբ որ Հայաստանի վարչապետը գնում է Պրահա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երկու ազգությամբ ֆրանսիացիների հովանավորությամբ Ալիևի հետ ստորագրում է փաստաթուղթ եւ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Մեր կեղծի շուստրիները ասում են, բա ռուսը պարտավորություն ուներ։ Ռուսը պարտավորություն ուներ այն Արցախի եւ այն Արցախահայության նկատմամբ, որը կարգավիճակ չուներ։ Որը կարգավիճակ չուներ, բայց ռուսը պարտավորություն չուներ Ադրբեջանի տարածք ճանաչված Արցախում բնակվող հայերի առաջ։ Եվ շատ պարզ հարց, եթե մենք մեզ պետք չենք, մենք ում ենք պետք որ։ Ով է ասել, որ Նիկոլին կարելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ու ռուսն էլ դրա հիման վրա պետք է սեպարատ իր ազգային եւ պետական շահերից դուրս գալով բանակցություններ չվարի Ադրբեջանի հետ, որպեսզի այս իրավիճակից օգուտով դուրս գա։ Դե ասում են ռուսական կողմի պարտադրմամբ է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը եկել եւ հանգել է այդ որոշման։ Ասում են, որ այսինքն ոնց էր պարտավորված, այսինքն մենք չմոռանանք, որ պարտադրեց Նիկոլին, Նիկոլն էլ Ֆրանսիայի նախագահի թևը բռնեց մի կողմից, Շարլ Միշելի թևն էլ որպես Եվրախորհրդի գլխավոր քարտուղար մյուս կողմից, երկուսին թևանցուկ գնաց Պրահա, ՆԱՏՕ-ի անդամ երկրի Չեխիայի մայրաքաղաք, ստորագրեց, որ Արցախը Ադրբեջան է։ Դե ցավալիորեն մենք ունենք ցածր իրավագիտակցություն ունեցող նաև ցավոք սրտի, այսպես ասած, շակերտավոր։ Դուք շատ մեղմ եք ունենք հասարակության մեջ զգալի մի շերտ, որը քաղաքական տգիտությամբ է տառապում եւ պատմական ամնեզիայով։ Երբ որ ասենք նայում ես դեմքին տպավորությունը, որ նորմալ մարդ է։ Մեկ էլ սկսում է ռուսը 1921 թվականին մեր հողերը տվեց թուրքերին։ Ես հենց այդ կոնտինգենտի հղումներին էի անդրադառնում, նրանց մեկնաբանություններին։ Այդ նույն մարդը հետ չի անդրադառնում այն փաստին, որ 1921 թվականի մարտի 16-ից առաջ, երբ որ իրանց ասած ռուսը Հայաստանի հողերը տվել էր թուրքերին, նույն հայերը 20 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Խատիսյան եւ Վրացյան ազգանուններով այդ կերբարները
Մեկը Գյումրի, Ալեքսանդրապոլում, մյուսն էլ Երևանում։ Վերընկած թուրքերի հետ պայմանագրեր էին ստորագրում ու Հայաստանը դարձնում էին 10,000 քառակուսի կիլոմետր։ Այ մեր խնդիրը հենց սրանում է, որ մենք փորձում ենք մեր խայդարագությունները քողարկել ուրիշներին մեղադրելով մեր դժբախտությունների մեջ։ Այն պարագայում, երբ որ մեր դժբախտությունները գալիս են մեր խայդարակ քաղաքական գործիչներից։ Ցավալիորեն։ Պարոն Համբարյան, պաշտոնական Բաքուն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, վերստին պնդելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Ես կխնդրեի մեկնաբանեիք կոնկրետ այս հայտարարության հետ կապված նաև ձեր մեկնաբանությունը կուզենայի իմանալ։ Նիկոլի հայտարարակ հարցազրույցը մոտ 10 րոպեանոց հարցազրույցը ադրբեջանական ուրեմն կայքերից մեկին, սա հայտարարության գագաթնակետերից մեկն էր, երբ որ անձը ասում է, որ սահմանադրությունը երկրի ստորադասվում է միջազգային օրենքներին։ Այո, բան չկա ոչ մի տեղ։ Եթե մեր օրենքների մեջ ինչ որ բան կա, որը չի համապատասխանում մեր կողմից ստորագրված միջազգային պայմանագրերին, դրանք փոփոխվում են մեր կողմից, մեր ուրեմն օրենսդիր մարմնի կողմից, բայց սահմանադրությունը դա երկրի բարձրագույն իրավական ակտն է։ Դա չի կարող ստորադասվել, դա մեկ։ Երկրորդը փորձեց էլի նվաստանալ եւ ստորանալ իր էլի անգրագետ պատկերացումներով ապացուցել ադրբեջանական կողմին, որ ասենք մենք տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանից, բայց դուք նկատեցիք նրա ստորացումը ուր հասավ, որ ասենք ինքը բացահայտեց, իդեպ ես մի անգամ եմ ցես այդ հարցազրույցում նշել, հիմա եմ կրկնում, այն որ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ են ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը, դա ես ասել եմ 2 տարի առաջ առավոտ թերթի հարցազրույցում։ Ու Նիկոլ Փաշինյանը տարարտար իմ մտքերը արտահայտելով առաջին անգամ ինքը ինձանից է վերցրել, դա ուրախ եմ, որ գոնե այդքանը հասկացել է, որ այո, Ադրբեջանի սահմանադրությունը իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության համար շատ վտանգավոր կետեր։ Սա երկրորդը, երրորդը, ասենք ով է Նիկոլ Փաշինյանին ասել, որ խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները մեխանիկորեն միջազգային սահմաններ են։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը, քանի որ ինքը բազմիցս ստել է թեմայի վերաբերյալ, բայց դե Բաքվում նստած պաշտոնյաների դեմս նույն Իլհամ Ալիևի շատ լավ գիտեն, որ Նիկոլը կեղծարար է, բայց այդ նրա կեղծարար եւ ուրեմն մանիպուլանտ լինելու մասին նաեւ գիտենք մենք։ Ուրեմն ինչ էր ինքը փորձում ասել, փորձում էր ցույց տալ, որ ասենք Ալմաթայի դեկլարացիան վերջնականապես ուրեմն պարտադրում է Հայաստանին եւ Ադրբեջանին խորհրդային ժամանակաշրջանի օրոք եղած վարչական սահմանները ճանաչել միջպետական սահման, չկա նման բան, կրկնում եմ կրկին 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմատայում 11 խորհրդային հանրապետությունների միջև ստորագրված պայմանագիրը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է վերապահումներով։ Մի քանի վերապահումներով, որոնցից մեկը այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը չի ճանաչում որպես Ադրբեջանի մաս։ Երկրորդը Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում խորհրդային միության ժամանակաշրջանում խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող վարչական սահմանը որպես միջպետական սահման։ Նիկոլ Փաշինյանը ստում է, փորձում է խաբել հանրությանը, որովհետև ինքը բազմիցս իր ազգադավ քաղաքականությունը նաև բացատրել է Ալմաթայի դեկլարացիայով։ Ադրբեջանում դա շատ լավ գիտեն, բայց խնդիրը գիտեք որն է։ Բացարձակ ոչ Ալմատայի դեկլարացիան է, ոչ էլ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Ադրբեջանը ավելի մեծ ախորժակ ունի մեր պահով, որովհետև Նիկոլի հայտարարած այն միտքը, որը ինքը ինձանից է վերցրել, իմ հարցազրույցներից է վերցրել, որ
Ադրբեջանի սահմանադրությունը իր մեջ պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի ներկայիս հանրապետության նկատմամբ, շատ ճիշտ են։ Իսկ գիտեք որն է պահանջը։ Ադրբեջանի սահմանադրության մեջ գրված է, որ Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը համարվում է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության, այսինքն 1918-ից մինչև 20 թվականը, այո, գոյություն ունեցած Ադրբեջանի հանրապետության ժառանգորդ։ Իսկ այդ հանրապետության տարածքը, որովհետեւ դուք պատկերացնեք, բացեք համացանցը, գրեք Ադրբեջանի ժողովրդական հանրապետության 18-ից 20 թվականի հանրապետության քարտեզ ու կբերի, ու դուք կտեսնեք, որ ողջ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը, Գեղարքունիքի մարզի ամբողջ արևելքը, Տավուշի մարզը գրեթե ամբողջությամբ, Արարատի մարզի հարավը ներառված են Ադրբեջանի կազմում։ Եվ Հայաստանի Հանրապետությունը իրենից ներկայացնում է 10,000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող ինչ-որ մի հատ կազմավորում։ Հիմա հասկանում եք Ադրբեջանը ինչի է պարտադրում Հայաստանին փոխել իր սահմանադրությունը, բայց իր սահմանադրությունը չի թույլ տալիս որևիցե մեկին, որ հանգարց ակնարկեն փոխելու առումով, որովհետև Ադրբեջանին պետք է իրավազրկել Հայաստանին ինքնապաշտպանվելու բոլոր իրավունքներից, իր սահմանադրությունը այո չփոփոխելով, ինքը օրենսդրական բազա է ստեղծում, որպեսզի կարողանա հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա եւ վերականգնել, ինչպես իրենք են նշել, Ադրբեջանի ժողովրդական հանրապետության սահմանները, որի ժառանգորդ է համարվում ներկայիս Ադրբեջանի հանրապետությունը։ Այսինքն ավելի հեռուն գնացող ծրագրեր ունեն կոնկրետ։ Ուրեմն պաշտոնական Բաքուն եւ Անկարան համատեղ են գործում Հայաստանի Հանրապետության դեմ եւ իրենք մի քանի պլաններ ունեն Հայաստանի Հանրապետությունը կործանելու առումով։ Պլան A, պլան B, պլան C։ Դուք մտածում եք, որ Նիկոլ Փաշինյանը եթե փոխեց Հայաստանի սահմանադրությունը եւ լուծարեց Մինսկի խումբը, Ադրբեջանը հանգիստ նստելու է ու ստորագրելու է այսպես կոչված խաղաղության պայմանագիրը բացարձակ։ Ադրբեջանը նոր 5 պահանջներ ունի Հայաստանի Հանրապետության դեմ, որի մասին իրանք բարձրաձայնում են Ալիևյան գրբանային կայքերի միջոցով, օրինակ Բաքու Քիևի կայքի միջոցով։ Այդ պահանջներն են Հայաստանը բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով, նրանց տալով բավական մեծ իրավունքներ եւ ուրեմն պաշտպանություն, Հայաստանը պետք է ունենա զինված ուժեր, Հայաստանը պետք է պատժի ուրեմն եւ ներողություն խնդրի 30 տարի Ադրբեջանը օկուպացրած ուրեմն քաղաքական եւ զինվորական գործիչներին եւ նրանց գործունեության համար ներողություն խնդրի, ինչպես ես նշեցի, Հայաստանը պետք է ուրեմն փոխհատուցի Ադրբեջանի վնասները 30 տարվա այսպես կոչված օկուպացիայի եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է Ադրբեջանին տա այսպես կոչված Զանգեզուրի միջանցք։ Իդեպ նշեմ, որ պաշտոնական Բաքուն այդ 300,000 ադրբեջանցիներին հիմնականում պատկերացնում է բնակեցված Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում։ Այսինքն տապանակարն են դնում Հայաստան աշխարհի վրա։ Մի քանի օր առաջ Նիկոլի ջղակրգիր հիստերիկ նոպան ազգային ժողովի ամբիոնում կապված Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անունները տալու հետ, որ իբր թե գյուղեր գնալուց իրան գյուղացիները մոռանալով իր ասֆալտապատումները, մոռանալով իր մանկապարտեզների շինարարությունը կամ դպրոցների շինարարությունը ասում են ինչի Քոչարյանն ու Սերժը նստած չեն։ Դուք մտածում եք, դա պատահական էր, ինքը հող է նախապատրաստում կատարելու նաև Ալիևի այդ պահանջները։ Ինքը հող է պատրաստում ձերբակալելու Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահներին, որովհետեւ այդ պահանջը իր դեմ դրել է Ադրբեջանի բռնապետը։ Եվ հավատում եք, որ ամեն ինչ անում է ժողովրդի անունից։ Պարոն Համբարյան, Նիկոլ Փաշինյանը արդյոք չի գիտակցում, թե իրականում մենք ինչ ծանր իրավիճակում ենք հայտնվել մեր
հարևանների, այսպես ասած, խաղաղության պայմանագիր կնքողի եղբայրների հետ ինչ կետի է եկել եւ հասել եւ արդյոք չի գիտակցում Փաշինյանը, որ գոնե ինքնակամ հեռանա, լավ, արդյոք այդ գիտակցումը չկա։ Ինքը ոչ միայն գիտակցում է, ինքը ամեն ինչի հեղինակն է այս ամենի։ Ինքը այս ամեն ինչի հեղինակն է։ Ով է կնքահայրը Նիկոլ Փաշինյանի, պարոն Համբարյան։ Այն ուժերն են, որոնք Նիկոլին բերել են իշխանության Հայաստանում, բայց հիմա ես վերջերս եմ հարցազրույցվել, հիմա ձեզ էլ կասեմ, ես միտքը կարտահայտեմ, որ Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է բոլորին։ Ձեռնտու է Վաշինգտոնին, Բրյուսելին, Փարիզին, ձեռնտու է Մոսկվային, Անկարային, Բաքվին, Թեհրանին, որովհետև Նիկոլ Փաշինյանին ով ինչ ասում է, ինքը անում է։ Գտնված նվեր է։ Նիկոլ Փաշինյանը միայն ձեռնտու չէ Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին, որովհետև մի քաղաքական լիդերը, պետության լիդերը, որը հլու հնազանդ ծառայում է դրսի ուժերին եւ որքան ինքը ստորացնում ու թուլացնում է Հայաստանի Հանրապետությանը ներքին ուրեմն հասարակությանը կերակրում է որպես ուրեմն ինքնիշխանության եւ անկախության համար պայքարող, ասենք Հայաստանի Հանրապետության որ ղեկավարին կարող էր Ադրբեջանի բռնապետ ասել հարբեցող ծաղրածու, որի վերաբերյալ Ալիևը կարող էր մատ թափ տալու, ասել «No, դու Փաշինյան», ոչ մեկին, ոչ մեկին, անասնամասան կարող է ասել մենք հիմա ավելի անկախ ենք, քան երբևէ, հա? Դե ցավը նրանում է, որ ծափահարողներ կան։ Որ այս ամեն ինչի հետևանքով դու ասես, որ դու անկախացել ես։ Ադրբեջանի նախագահան 2021 թվականի սեպտեմբերի 27-ին ասում է. Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, Նիկոլը վարգենապես այդ թեզը առաջ է տանում։ Իդեպ ասեմ, չփորձեն դրանք կեղծել, թե Նիկոլ Փաշինյանը սահմանադրության փոփոխության ծրագիրը առաջ է տանում 20 թվականի գարնանից, ոչ 20 թվականի գարնանը պետք է սահմանադրության այլ կետերը փոխվեին, ոչ թե սահմանադրության միջից հանվեր մեր անկախության հռչակագիրը, որը ըստ Ադրբեջանի պարունակում է տարածքային պահանջներ ուրեմն իրենց եւ մեր հասարակությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո չի կարող գեթ մեկ օրինակ բերել, որ Ադրբեջանի հետ բանակցություններում մենք ինչ-որ հաղթանակած կամ ինչ-որ որևէ առաջընթաց կարող ենք արձանագրել։ Գերիների վերջի վերադարձը գիտեք 2023 թվականի դեկտեմբերին է եղել։ Այո։ Նույնիսկ գերիների վերջի վերադարձը ամենաստորացուցիչ մեթոդներով է տեղի ունեցել։ Ադրբեջանցիները դրա դիմաց պահանջել են իրենց երկու մարտասպաններին, որոնք մտել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ու սպանել էին պահնորդին։ Իսկ դա նշանակում է այն, որ ադրբեջանցի յուրաքանչյուր դիվերսանտ կարող է մտնել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործ անել եւ Նիկոլը ազատ պետք է արձակի։ Հադրութի շրջանում մարդ մորտած Զեյնալին մարտասպան վիդեոները կա, տեսել եք 80-ամյա ծերունուն 80-ից բարձր տարիք ունեցող ծերունու խոշտանգման ենթարկած, այո, խոշտանգում, վիզը կտրում է, մորտում է։ Այդ մարդու նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը հանել է միջազգային ուրեմն հետախուզումը։ Ու գիտեք ինչպես են բացատրում։ Բանը Ադրբեջանն էլ կարող է մեր Արցախյան պատերազմի մասնակիցների ուրեմն դեմ հետախուզում հայտարարել։ Դուք տեսել եք գեթ մեկ հայի, ով մորթել է ադրբեջանցու, ազատ մանկա ու Ադրբեջանը հանգած տանների, ախր հասկանում եք համեմատություններ են անում, ապուշ, ասենք ցույց տվեք ինձ գեթ մեկ հայի, ով ադրբեջանցի է մորտել, դեմքը ցույց է տվել, որ ինք օրինակի համար, ասենք Հակոբ Հակոբյանն է, ազատ ման է գալիս Մոսկվաներում, գնում է գալիս է Հայաստան, մասնակցում է հայկական թոք-շոուներին, հպարտանում է իր հանցագործությամբ ու Ադրբեջանը ծպտուն չի հանում։
Չէ, մենք այսօր բազում դատապարտյալներ ունենք, ովքեր ադրբեջանցուն սպանելու համար, օրինակ, մարդիկ տասնյակ տարիներով ենթարկված են դատապարտման։ Դե հիմա ես ձեզ ընդամենը մեկ օրինակ բերեցի, իսկ Նիկոլ Փաշինյանը բազմից եմ ասել, հիմա էլ կկրկնեմ, գործում է հանցագործի հոգեբանությամբ, քանի որ ինքը այնքան հանցագործություններ է գործել հայ ժողովրդի դեմ, ինքը առաջնորդում է հետևյալ սկզբունքով, կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետը կամ ղեկավարը, ինչ ձևաչափով ուզում է լինի, ուզում է վիլայեթի կառավարիչ լինի, ուզում է փաշայի կարգավիճակ լինի, ուզում է վարչապետի կարգավիճակ լինի, ուզում է գուբերնիա լինի։ Կարևորը ինքը լինի, կամ Հայաստանը պետք է չլինի, որովհետև եթե Հայաստանը եղավ, ուրեմն ինքը պետք է պատասխան տա իր բոլոր հանցագործությունների համար։ Լավ, ինչպես պետք է կասեցնել այս վտանգավոր փաստորեն ընթացքը օրվա իշխանության եւ նույնը Նիկոլ Փաշինյանի, այսինքն մենք կարող ենք այսպես գալ եզրահանգման, պարոն Համբարյան, որ ազգային ժողովում այդ պարբերաբար տեղի ունեցող այդ ջղաձգումները, այդ մարտեր առանց կանոնների, այդ տեսարաններին, երբ որ մենք ականատեսն ենք լինում, այդտեղ շատ ավելի այսպես փաթեթավորված լուրջ վտանգներ կան դրա տակ։ Կարող ենք նման եզրահանգման գալ։ Լուրջ վտանգը ո՞րն են, այդ ուրեմն բեմականացած շոուներով, որի իրական դերասանները քայլիստներն են, որոնք ասենք վախենում են ադրբեջանցիներին մի պատասխան տալ, բայց իրենց տղամարդ են զգում ազգային ժողովում, բազմաթիվ ոստիկանների, անվտանգության աշխատակիցների, ուրեմն թիկունքում պատսպարված փորձում են այդ շոուներով հանրության ուշադրությունը շեղել Հայաստանի աղետալի վիճակից։ Մինչդեռ Լևոն Քոչարյանին էին մատնանշում, ասելով, որ չգիտեմ կանանց թիկունքում է պատսպարվել, բայց այստեղ մի մեջբերում եմ ուզում անել, որ նույն վարչապետը, եթե կրթությունը նորաձև է, դասընթացներից հետո խորհրդանում ասում է օրինակ համբալներ, վերընկեք տեղները, ձեզ կլսնեմ ԱԱԾ-ի պատվալները, Արսեն Թորոսյանը հայհոյում է, այսինքն Լևոն Քոչարյանին Արթուր Հովհաննիսյանը հայոյանքներ է տվել մի քանի օր առաջ, Այո։ Քոչարյանի տղայից ավելի շուտ։ Հա, բայց այս դեպքում Լևոն Քոչարյանի արձագանքը կարծես թե այսպես հատուկ տիրաժավորվեց եւ հատուկ այսպես քննարկման առարկա դարձավ, ինչու։ Բա որտեղ մնաց կրթությունը նորաձև է եւ նրանց պետք է Լևոն Քոչարյանին թիրախավորելու եւ ուրեմն անվանարկելու համար։ Ենթադրաբար Լևոն Քոչարյանից ինչ որ վախեր ունեն, ինչ որ ինֆորմացիա ունեն ապագայի վերաբերյալ, փորձում են օր առաջ նրան կալանավորել, ամեն ինչ անում են, որպեսզի Լևոն Քոչարյանին սադրեն, որպեսզի ինքն սադրանքի ենթարկվի ու կալանավորեն։ Հատկապես եթե ուշադիր եղաք, այս խուլիգանական մեթոդները, թուրքի կոշիկ լիզող քայլիստները կիրառում են Փաշինյանի մոսկովյան այցից հետո, այո։ Եթե ուշադիր եղաք, հիմնականում այդ այցից հետո է, այսպես նրանց մոտ այդ ջղացումները եւ թիրախավորումը հենց կոնկրետ Լևոն Քոչարյանի։ Եվ մի դիտարկում է Վահագն Ալեքսանյանի մայրը, որը մինչև հիմա չի բացահայտում իր տղայի հերով է։ Հետաքրքիր է էլի, բայց չիմանանք ես եւ դուք Գայանե ջան, բայց չիմանանք մեր ազգային ժողովի падգամավորի հայրը ով է, հեչ կապ չունի որ ամուսնալուծված են։ Պետական գաղտնիք է։ Մեր շրջապատում մարդիկ իրենք ովքեր ամուսնալուծված են, բայց իրանց երեխեքը շատ լավ գիտեն իրանց մամա պապանով է, օրինակ ինձ հիմա հետաքրքիր է ով է Վահագն Ալեքսանյանի հայրը։ Կարող է թուրք է։ Ես օրինակ ուզում եմ իմանամ, վերջի վերջով կապ չունի, ես ընդդիմադիր եմ, ինքը իշխանություն։ Ինքը որպես բարձրագույն օրենսդիր մարմնի անդամ պետք է հաշվետու լինի եւ մեզ ասի, որ օրինակ իմ հայրը Ալեքսանյան չգիտեմ ով է, որտեղ է ապրում, բայց չիմանանք։ Գաղտնիք է, պարոն Համբարյան, գաղտնիք է, չի կարելի, չպետք է իմանա հասարակությունը, մենք առավել եւս։ Դրա մայրը, ասենք, մարդկանց ասում է փողոցային լրտպեր։ Այո։ Հասկանում եք, չէ՞։ Ասում է մարդկանց փողոցային լրտպեր։ Հետո ձեռնափայտով սկսում է հարվածել իրեւ, եթե ուշադիր եղաք, ցերեկը որ եկել էր սադրանքի,
ձեռնափայտ չկար ձեռքը։ Իսկ հետո կար արդեն։ Իսկ արդեն երեկոյան երբ որ դրսում մութ էր ինքն էլ երկրորդ անգամ էր եկել կռիվ բացելու, արդեն կար ձեռնափայտը, որովհետև ինքը ձեռնափայտը օգտագործում էր որպես զենք մարդկանց հարվածելու համար։ Ու այդ մոր խուլիգանությունը քողարկելու համար մարդն ասում է իմ մայրը 70 անց է ու հաշմանդամ է։ Իմ մայրն էլ է Գայանե ջան 70 անց ու հաշմանդամ։ Բայց ասենք ես նույնիսկ իմ վատ երազում չեմ պատկերացնում, որ իմ մայրը կարող է իրեն այդպես պահել։ Ես նույնիսկ տանը չեմ տեսել այդպիսի բանել, ուր մնաց փողոցում եւ անծանոթ կամ ծանոթ մարդկանց հետ։ Պարոն Համբարյան, լավ, մենք պարբերաբար խոսում ենք, բարձրաձայնում ենք, ներկայացնում ենք այն հնարավոր եւ արկախված վտանգները, որոնք որ իսկապես օրորի գնալով ահագնանում են եւ իսկապես մեծ է մտավախության ալիքը գնալով էլ ավելի մեծանում է եւ ի վերջո դուք այս ներկայացնելով այս վիճակը, այս պատկերը, հա, փրկության լույսը տեղը որտեղ է, լավ, այդ դուռը որն է փրկության։ Ինչ անենք, որ կարողանանք փրկվել այս իրավիճակից մեկ բառով։ Բոլոր ձևաչափեր օգտագործելով պետք է Նիկոլին հեռացնի իշխանությունից։ Իսկ դա ժողովրդի վրա բարդել հեչ պետք չէ։ Դա պետք է անեն եւ մեր քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, եւ տնտեսական էլիտայի ներկայացուցիչները։ Ասել եմ ու ասում եմ, եթե որևիցե մեկը երազում է, որ Հայաստանը թրքացնելուց հետո Նիկոլը կկարողանա մեր գործարարներին պահել այն կարգավիճակում, որ իրանք դեռ ունեն հիմա, չարաչար սխալվում են։ Երևան Սիթին կդառնա Իռևան Սիթի սեփականատերն է ոչ թե կլինի Սամվել Ալեքսանյանը, այլ ասենք ինչ որ Ռասու ու Սուբովը օրինակի համար։ Նույնը Սասը, նույնը մյուս բոլոր գործարարները։ Կարծում եք ձեր արված այս հերահար այս մարդիկ ովքեր հնարավորություն ունեն Նիկոլին հեռացնելու, պետք է բոլոր հնարավորինս բոլոր մեթոդները օգտագործեն այս հագահայ հայատավ իշխանություններին հեռացնելու համար։ Ձեր մեսիջները հասանելի կլինեն հայրենի օլիգարխիային, ինչ եք կարծում, պարոն Համբարյան։ Դե հասանելին հետևյալն է, ես ասել եմ, դուք հրաբարագելու եք, թող իրանք էլ հասկանան։ Դա արդեն մեր էլիտայի խնդիրն է, եթե իրանք չեն ընկալում, ուրեմն ես ոչինչ չեմ կարող անեմ, որպես հասարակ քաղաքացի, ով ընդամենը դասախոս է եւ աշխատում է Շիրակի պետհամալսարանում։ Որպես պատմաբան մեկ բառով կա փրկություն։ Միշտ էլ կա։ Հələ որ չենք անցել այդ կարմիր գիծը կլինի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո սկսվելու է հետհաշվարկը։ Հայաստանի Հանրապետության կործանման սկիզբն է դրվում վերջնական։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլը դրեց Արցախի կործանման ուրեմն հետհաշվարկը 2022 թվականի ուրեմն հոկտեմբերի 6-ին արդեն Արցախը կործանված էր վերջնական, որ հասարակությունը դեռ չգիտեր, բայց այդ բլոկադա եւ այլ դա բոլորը Նիկոլի ձեռամբ է եւ շնորհիվ է տեղի ունեցել, եւ որ ինքը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, իսկ խաղաղության պայմանագիր կոչվածը կլինի Հայաստանի ներկայիս հանրապետության կործանման սկիզբը, հետհաշվարկը Հայաստանի ոչնչացման։ Շատ շնորհակալ եմ պարոն Համբարյան ուշագրավելուծության եւ պատասխանների համար, հաջորդ շաբաթ կհանդիպենք։ Շնորհակալ եմ ձեզ։ Ցտեսություն։ Ցտեսություն։